Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ փորձել է աջակցել Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկուն և փչացնել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց թիվ 8 քոֆի այցը Մոսկվա։ Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի հայրենասերներ աջ կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն։ Դա պարտվողների հուսահատների հանդիպում էր, բայց ինչպես երևում է մամուլի ասուլիսում, Մակրոնն ամբողջ ուժով ցույց էր տալիս, որ ինքը Զելենսկու կողմից է, որ ինքը խաղաղություն չի ուզում, դժգոհել է քաղաքական գործիչը։ Ֆիլիպոյի խոսքով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը ոչ մի շանս չի տա Կիևի ռեժիմի ղեկավարին։ Այդ մասին է վկայում այն արագությունը, որով կազմակերպվել է 8 քոֆի այցը Ռուսաստան։ Եվրամիության երկրների առաջնորդները երկրներին տանում են Ռուսաստանի հետ պատերազմի։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի ազատության դաշինք ազգային պահպանողական կուսակցության անդամ Արմանդո Մեման։ Քաղաքական գործչի խոսքով Ռուսաստանը պատրաստ է պատերազմի, եթե ՆԱՏՕ-ն կանխարգելիչ հարված հասցնի։ Նա ընդգծել է, որ վտանգավոր հռետորաբանությունը շատ արագ է սրվում։ Եվրամիության առաջնորդները լիակատար ձախողման մարմնացում են։ Նրանք աղետալի քաղաքական կուրս են վարում, որը կրկին Եվրոպային պատերազմի վտանգի առաջ է կանգնեցնում, հայտնել է Մեման։ Լիբերալ աշխարհակարգը փլուզվում է և նրա տեղը զբաղեցնում է բազմաբևեռ մրցակցությունը, որը զարգացող երկրներին թույլ է տալիս որոշել աշխարհի կառուցվածքի կանոնները։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։ Մենք ապրում ենք խառնաշփոթ նոր աշխարհում։ Ազատական կանոնների վրա հիմնված կարգը, որն ի հայտ եկավ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, այսօր մահանում է։ Բազմաբևեռ համագործակցությունն իր տեղը զիջում է բազմաբևեռ մրցակցությանը, հայտնել է նախագահը։ Ստուբի խոսքով, չնայած այն հանգամանքին, որ աշխարհաքաղաքականության հիմքերն առաջին հերթին որոշում է ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցությունը, դրա վրա ավելի մեծ ազդեցություն են ունենում միջին տերությունները, ինչպիսիք են Բրազիլիան, Հնդկաստանը, Մեքսիկան, Նիգերիան, Սաուդյան Արաբիան, ՀԱՀ-ն ու Թուրքիան։ Նա նշում է, որ միասին այդ երկրներն ունեն տնտեսական միջոցներ և աշխարհաքաղաքական կշիռ, որպեսզի համաշխարհային կարգը թեքեն դեպի կայունություն կամ ավելի մեծ անկայունություն։ Կոլումբիայում ցամաքային թիրախների վրա Միացյալ Նահանգների հարձակումները կնշանակեն պատերազմ հայտարարել։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն։ Ես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ցույց կտամ, թե ինչպես են դրանք ոչնչացվում։ Յուրաքանչյուր 40 րոպեն մեկ թմրանյութերի մեկ լաբորատորիա։ Բայց մի սպառնացեք մեր ինքնիշխանությանը, այլապես դուք կարթնացնեք Յագուարին, նշել է քաղաքական գործիչը։ Պետրոն նաև ընդգծել է, որ չի ցանկանում ընդհատել ԱՄՆ-ի հետ երկդարյա դիվանագիտական հարաբերությունները։ Եվրոդիպլոմատիայի ղեկավար Կայա Կալասը չի կարող ազդել Ուկրաինայի հարցով խաղաղ համաձայնագրի պայմանների մշակման վրա։ Ռուսական կողմի հաջող գործողությունների պատճառով։ Նման տեսակետ է հայտնել բրիտանացի սյունակագիր Օուեն Մեթյուզը։ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը թելադրելու է Ուկրաինայում խաղաղության պայմանները, քանի որ նա հաղթում է պատերազմում։ Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալասի ոչ մի վրդոված բողոք չի փոխի այս դաժան փաստը, կարծիք է հայտնել վերլուծաբանը։ Ըստ Մեթյուզի, եվրոդիպլոմատիայի ղեկավարի փորձերը 2025 թվականի սկզբին 40 միլիարդ եվրո ներգրավել որպես օգնություն Կիևին անմիջապես Եվրամիության անդամներից գործնականում հաջողությամբ չեն պսակվել։ Բացի այդ, դա խնդիր է դարձել Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու համար։